Վայոց ձորում տեղացող ձյունն ու մառախուղը չի խանգարել, որպեսզի ելփին համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանը ջերմուկ այցելի եւ վարչապետից հուշամեդալ ստանա։ Ինչու հենց ինքը հարցին ելփինի ղեկավարը պատասխանեց. լավ է աշխատել ու թվարկեց ինչ աշխատանքներ է իրականացրել համայնքում։ Գյուղի զարգացման համար ասֆալտապատում, շատ գործեր արել եմ էլի։ Ելփինի ղեկավարը պարծենում է երկրի ղեկավարից էլ Անանյա Շիրակացի հուշամեդալ է ստացել։ Ջերմուկում հանրապետության տարբեր համայնքների ղեկավարներն են։ Նոյեմբերի 10-ը տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման օրն է եւ լրանում է 19-ամյակը։ Ինչ է արվել այս տարիների ընթացքում։ Հովիկ Աբրահամյանը աջակցության ծրագրերի մասին է խոսում։ Միայն այս տարի հրատապ ծրագրերով Հայաստանի մարզերին հատկացվել է 4 միլիարդ 300 միլիոն դրամ։ Գումարն ուղղվել է կրթական օբյեկտների, համայնքային նշանակության ճանապարհների, առողջապահական կազմակերպությունների, բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգմանը։ Մարզային զարգացման ծրագրերի իրականացման նպատակով Եվրոպական միության կողմից հատկացվել է ավելի քան 13 միլիոն եվրոյի օժանդակություն, որոնց ծրագրերի մրցույթները հայտարարվել են եւ որոնց մասնակցության պարտադիր պայմանն է համարվում համայնքների ներգրավվածությունը։ Վարչապետի ուշադրության կենտրոնում գյուղմթերքի իրացման խնդիրն է։ Կառավարության ղեկավարի խոսքով ավելի շատ հողատարածքներ են ոռոգելի դառնում, եղած իռիգացիոն համակարգերն էլ բարեկարգվում են։ Մեծ հեռանկար ունի ինտենսիվ գյուղատնտեսությունը, որի վառ ապացույցն է ջերմոցային տնտեսությունների ավելացումը եւ զարգացումը։ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, Հայաստանի կառավարությունը միջազգային գործընկերների հետ աջակցելու է համայնքների զարգացմանը, պայմանով, որ համայնքների ղեկավարությունն աշխատի ավելի արդյունավետ։ Ես համոզված եմ, որ տարի Հայաստանի Հանրապետության կառավարությունը քաջ գիտակցելով տեղական ինքնակառավարման մարմինների եւ տարածքային կառավարման մարմինների կարեւորությունը մեր երկրի կայացման գործընթացներում ավելի շատ ֆինանսական միջոցներ են հատկացնելու եւ աջակցելու են, որպեսզի այդ ինստիտուտները կայանան։ Ես համոզված եմ, որ դա է մեր երկրի ապագան եւ ապագայում մենք ունենալ ենք հզոր համայնքներ եւ հզոր պետություն։ Վարչապետ Աբրահամյանը ջերմուկում այցելել է նաեւ ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի աջակցությամբ կազմակերպած ցուցահանդես, ծանոթացել Մեղրու տարածաշրջանը ներկայացնող այգեգործ ֆերմերների աջակցության կենտրոնի առաջարկած սարքավորումներին ու ծառայություններին։ Նայիրի Մուրադյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։